Բարելուս Ժողովուրդ ջան, ուրեմն այսօր խոսալու եմ մի թեմայից, բայց հանկարծ չընկալեք, թե ինչ որ պետք է մենք արշավ սկսենք կամ եսի ինչ անենք, ոչ։ Սա ուրեմն խոսում ենք այս թեմայից, որ մեր իշխանությունները ուրեմն հասկանան ինչ պետք է անեն։ Ուղղակի միայն հասկանան։ Ես գիտեմ, որ լավ հասկանում են, շատ ծանր թեմա է, բայց որ սրա մասին իրականում մտածել պետք է, դա մտածել պետք է։ Ժողովուրդ ջան, այսօր խոսքը գնալու է Հայաստանում քաղաքական ամենահզոր ուժի մասին ու նրանց ընդհանրապես նրանց մասին քաղաքական համար մեկ միավոր համարվող հզոր ուժը, որ Հայաստանում իրականում 70% իշխանություն ձևավորվում է նրանց կողմից։ Ժողովուրդ ջան, դրանք մեր ծնողներն են, թոշակառուները։ Հիմա այսօր պետք է խոսանք թոշակառուներից։ Ես 20 օր երկու անգամ մեկ ամսվա մեջ եկել եմ Հայաստան, համարյա 15-20 օր մնացել եմ, հարյուրավոր մարդկանց հետ եմ շփվել։ Ժողովուրդ ջան, ուրեմն ինչա մարդիկ խոսում են, էլի այդ մասին շատ են խոսում, մենք ընտրեցինք, մենք ընտրում ենք, բան ենք անում, վստահում ենք, բայց մեզ շան տեղ դնող չկա։ Սենց բաներ են ասում մարդիկ, խոսում են, ու ճիշտն ասած տեղին են խոսում մարդիկ։ Ուրեմն ժողովուրդ ջան, մեր թոշակառուների հետ որ խոսում եմ, մարդիկ դե ես էլ եմ տարիքով մարդ բան ասենք, ես թոշակի հույսին չեմ, ես ճիշտն ասեմ, էլի, ուղղակի մարդիկ խոսում են, գալիս եմ, դստում ենք, զրուցում ենք, նենց բան դες դեն, ուրեմն մարդիկ ասում են ձմեռը, մեր թոշակը հերիքում է մեկ օր, ամառը թոշակը հերիքում է 4-ից 5 օր եւ վերջ։ Մնացած ժամանակ թե ինչով են ապրում, ոնց են ապրում, ասենք թոշակառուները, դա անհայտ բան է։ Ժողովուրդ ջան, դու բոլորդ էլ գիտեք այդ մասին։ Բոլորդ էլ գիտեք։ Հիմա ժողովուրդ ջան, սես մի բան ասեմ, էլի, սովետական միությունից փլուզումից հետո ինչ է կատարվել, ընդհանրապես ասենք թոշակա, այս մի բան է, աշխատավարձ է, մի բան է, բարձրանում է, իջնում է, ասես բան, միշտ հաշվարկել են դոլարի արժեքով, վալյուտայի։ Պետությանը երբ վալյուտա է պետք, երբ ինչա պետք, նա ասենք էկոնոմիստները, տնտեսագետները սկսում են կառավարելը, ոնց անեն վալյուտայի արժեքը ինչքան պետք է լինի, բոլոր վալյուտաների հետ դրամը բան են անում։ Հիմա ժողովուրդ ջան, մեկ ասում ենք այն ժամանակ թոշակները քիչ էր։ Ժողովուրդ ջան, ուրեմն ասեմ բերեք ճիշտ խոսանք, էլի, այն ժամանակ ասենք թոշակները քիչ էր, հիմա ես չեմ սիրում, էլի, որ մարդկանց ասենք շահարկում են, թոշակները այո քիչ էր, հիմա էլա քիչ, կարելի է ասած նույնն է, եթե համեմատում ենք վալյուտայի արժեքով, թոշակները 25-30 տարի չի բարձրանում, թոշակը մնացել է 80-100 դոլար, հասկանում եք, արժեքը բարձրանում է, դրամի արժեքը բարձրանում է, վալյուտայի արժեքը իջնում է, մեզ թվում է, թե ասենք, եթե
ասենք եթե 35-ից սարքեցին 46, ինչ որ մի բան բարձրացավ թոշակ, ոչ, դա տենց չի, վալյուտայի արժեքը դրամը թանկանում է, դոլարի արժեքը իջնում է, հիմա մի ժամանակ ասում էին, դե դոլարը բարձրացել է գինը, դրա համար ամեն ինչի գինը բարձրանում է, ժողովուրդ ջան, հիմա եթե դոլարի արժեքը իջնում է, պետք է ամեն ինչի գինը իջնի, բայց հիմա էլ արդեն նույն բանը անում են հակառակ պրոցեսը, ու դա բոլոր երկրներում է, հասկանում եք, բոլոր երկրներում, նույնիսկ ամենահարուստ երկրներում տնտեսագետները այդ նույն սխեման են օգտագործում, հասկանում եք, դոլարի գինը բարձրանում է, գները թանկանում է, դոլարի գինը իջնում է, գները բարձրանում է, ամեն ինչի, ու այդ տենց թե թոշակը, թե աշխատավարձը արժե զրկվում է, հիմա ժողովուրդ ջան, իմ ասածն ինչ է, քանի որ ուրեմն թոշակառուներն են, ես հիշում եք նոր տարուց առաջ մի քանի անգամ ելույթ ունեցա եւ ասեցի, ով թոշակառուներին կարողացավ իրենով անի, նա էլ ընտրվելու է, հիշում եք չէ, նույնիսկ ես թեմա ասեցի, նույնիսկ մեր վարչապետին ասեցի, վարչապետ Նիկոլ Փաշինյան ջան, ուրեմն եթե թոշակները բարձրացնելու ես միջև նոր տարին, միջև բյուջեն ընդունելը բարձրացրեք, եթե հետո նոր տարուց հետո արեք այդ բանը, շատ մեծ ոնց որ բազար է առաջանալու, այն որ ասում են բոլոլա է լինելու, այտենց էլ եղավ, հիշում եք, չէ, ժողովուրդ ջան, հիմա ասենք թոշակը էլի 100-110 դոլար է, չէ, ոնց ասեցի, մեկ օր հերիքում է այդ թոշակը ձմեռը, 4-ից 5 օր հերիքում է ամառը, եւ վերջ, բոլորը էլ լավ գիտեք, ժողովուրդ ջան, Հայաստանում ես այս 10-20 օրվա մեջ եմ ես ամեն ինչը բան արել, մեծահարուստների հետ եմ խոսել, աղքատների հետ, կիսաաղքատների, կիսահարուստների, շատ մարդկանց հետ շփվել եմ, ուրեմն իրականում ասենք մեծահարուստները, հələ չեմ ասում իրանց երեխեքը, մեծահարուստների երեխեքը, մեծահարուստ համարում են ովքեր ասենք 1 միլիոն դրամից ավել աշխատավարձ ունեն, նրանք օրվա մեջ 50,000 դրամ, դա մինիմալ նրանց ծախսն է, ամեն մի մարդու, դե թոշակառու ջան, դուք 46,000 դրամով մի ամիս ապրի, կոմունալներ մուծի, ուրեմն ես սա ինչի համար եմ ասում, ես ուզում եմ ասեմ մեր իշխանություններին, որ ուրեմն երբ լինում է ընտրություններ, հարգելի իշխանություններ ջան, անկախ նրանից թե ով է իշխանությունը, ես նորից եմ ասում, ես սա չեմ ասում, որ արշավ սկսենք մեր իշխանությունների դեմ, քանի որ նոր է կազմավորվել մեր իշխանությունները հենց այսօրվանից արդեն պետք է մտածեն դրա մասին, ուրեմն այս իշխանությունները, որ այսօր այս երկիրը կառավարում են, դա է թոշակառուների սարքած երկիրն է, հիմա դուք եք այդ երկիրը սարքում, սարքելու եք, վաղը դառնաք թոշակառու, նոր ով եկավ, մեկ էլ դուք եք նրա համար թոշակառու լինելու, ու դուք եք մտածելու, թե ոնց անեք, ձեր թոշակը քիչ է, հասկանում եք կոմունիստները այն ժամանակ, որ լավ ապրում էին, հիմա այսօր նրանք լրիվ լացում են, հասկանում եք, լրիվ լացում են, Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ժամանակ են լավ ապրողները ճիշտ է, դրանք թալանել են, լավ ետ են գցել, բայց արդեն նրանց լացելու ժամանակն է լավ, որովհետև եթե գլխին չես դնում, հատնում է,
դեռ չանում է ու սկսվում է դժվար օրեր։ Ու տես մարդիկ արդեն շատ կան։ Հասկանում եք, որ ասենք Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ իշխանության մաս էին բան, այսօր արդեն փող չունեն ու իրանց վատ են զգում, իսկ այն ժամանակ տուզեր էին։ Հիմա թոշակառուներ են, իրանց վատ են զգում։ Նույնիսկ ես ինչքան լսել եմ, ասենք Լևոն Տեր-Պետրոսյանը, ասենք, այսօր ցանկացած քայլի է գնում, լիժբը իրան մեծահարուստները, բիզնեսմենները ինչ որ փող տան, նրանց օգտին ինչ որ բաներ ասի։ Ու ասում է, ու անում է, բոլորդ էլ գիտեք։ Հիմա ժողովուրդ ջան, ժամանակն է, որ թոշակառուներին ռեալ թոշակավոր են։ Չանտեսեն այդ մարդկանց։ Ուրեմն այդ իմ ասելուց հետո Նիկոլ Փաշինյանը, եթե այդ քայլը նույնիսկ այդ 10,000-ը որ ավելացրավ, չէ, եթե չաներ, այս ընտրություններում լինելու էր հակառակ պրոցես էր լինելու, դա ինչ որտեղ օգնեց, բայց հիմա 1000 տեսակ ընտրություններ ա լինելու, համայնքների, Երևանի քաղաքապետի էս մի բան, Ժողովուրդ ջան, պետք է այդ մարդկանց թոշակառուներում տալ ռեալ թոշակ։ Սովետական միության ժամանակ էլ չէր թոշակները բարձր, ասենք 55 ռուբլի, 60 ռուբլի, 70-80, բայց այդ 55 ռուբլով մարդիկ կարողանում էին նույնիսկ սանատորիա էլ գնալ, մի ամիս ապրել, կոմունալներ վճարել, դե վաղ էժան էր ամեն ինչը, կոմունալներ, բան, սաղ էժան էր, բայց մարդը կարողանում էր ապրել, իսկ հիմի ունակ չի։ Հիմի եթե իշխանությունները, ասենք, խույսները դնում են, որ թոշակառուն թող ստանա 46,000 դրամ, թոշակ, չէ, ու խույսները դնում են, որ իրանց երեխեքը, երիտասարդ երեխեքը, ասենք, պարտավոր են իրանց ծնողներին պահեն։ Բայց հարգելի իշխանություններ ջան, ոչ բոլորն ունեն երեխաներ, ու ես ասեմ, այդ թոշակառուների ընտանիքներում իրանց երեխաները նույնիսկ երիտասարդ սերունդը, այմարդ նրանք են այդ խեղճ թոշակառուների վզին նստած, մանավանդ հայ ազգի մեծամասնության, թոշակառուների մեծամասնության երեխեքը նստած են իրանց ծնողների վզին։ Ես չեմ ասում, թե հենց այտենց ես ուղղակի ասում եմ, որ հասկանաք, այտենց վզին նստելը ես մի քիչ կոպիտ եմ ասում, որ բոլորին էլ հասկանալի լինի։ Դա չի նշանակում էլի իրականում իմ ասած վզին նստել։ Ուղղակի ես ասում եմ, որ պարզ լինի, որ մարդիկ հասկանում են, մարդիկ գիտեն դա ինչա նշանակում։ Ուղղակի եթե այդ երեխեքը հիմա ոչ բոլորը չէ աշխատանք ունեն, լավ աշխատանք, կամ եթե ասենք երիտասարդները, երիտասարդ սերունդը 20 տարեկանից միջև ասենք 40, 45, 50 տարեկան ունեն մեծ տարիքով ծնողներ թոշակառու, նրանք ստանում են ասենք մի 200-250,000 դրամ, դա էլ մի նենց գումար չի, որ կարողանան համ իրանց երեխաներին պահեն, ընտանիքներ կա 2, 3, 4 երեխա ունեն, համ էլ ձգեն իրանց ծնողներին, դա նրանց վրա էլ է շատ ծանր, բայց իշխանությունը պետք է նենց չանի, որ հույսը դնի այդ երեխանց վրին, որ նրանք պետք է իրանց ծնողներին, հասկանում ենք, որ պարտական են երեխեքը, միշտ էլ պարտական են, իրենց ծնողներին, ոնց որ ծնողներն են միշտ պարտական եղել իրանց երեխաներին, երեխեքն էլ ծնողներին, բայց իշխանությունը, պետությունը, պետք է հույսը նման բանի վրա չտնի, պետությունը պետք է ինքը այնպես մատակարարի, ասենք, իրա բնակչին, իրա քաղաքացուն, որ այդ տվյալ քաղաքացին հույսը
չդնի երեխու վրին, հանկարծ եթե երեխեն չկարողանա, այդ թոշակառուն սովի մատնվի, հասկանում եք, Ժողովուրդ ջան, դա պետությունը, դա պետքա այդ բանը թույլ չտա, պետությունը հույսը պետքա չդնի, թե ինչ-որ մեկը պետքա այդ իրա թոշակառուին օգնի, որ նա կարողանա ապրի, պետությունը, կրկնում եմ, պետքա թույլ չտա, հասկանում եք, օրինակ ես կարամ օրինակներ բերեմ, էլ եմ բերել ես օրինակները, ասենք երկրի նախագահները, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ ընդեղ էլի նախարարներ բան 1,140,000 թոշակ են ստանում ուրեմն նրանք ունեն ապրելու իրավունք բայց ասենք այն մարդը որ աշխատել է սաղ կյանքը 40 տարի աշխատել է պետությունա կառուցել բան արել նա 46,000-ով պետք է յոլա գնա հասկանում եք պետությունը չի կարա նման ձև վարվի իր քաղաքացիների հետ մանավանդ թոշակառուների եթե ասենք այս մի անգամ ասենք իշխանությունը պլստած կարամ ասեմ պլստած էլի թոշակառուների հաշվին ընտրող մասսայի 70%-ը թոշակառուն է հարգելի իշխանություն ջան վաղն էլ դու ես լինելու թոշակառու եւ լինելու ես ընտրող մասսա նույն այտենց կյանքը տենց շարունակվում է պետքա այդ մարդկանց տակ ռեալ թոշակ մի ասեք 46-ա 10-ը ավելացնում ենք ոչ այտենց չի դուք պետքա ձեր ամեն ինչից դուրս գաք կաշվից դուրս գաք ոնց ասում է այսօր եսիմ որ մի կերպ մարդը իր հաշվին ասենք թոշակառու մարդը իր հաշվին Հայաստանում յոլա գնա ուղղակի յոլա գնա չեմ ասում թե այդ թոշակով իր թորնիկի համար մի հատ կոնֆետ առնի ինքը իր գոյությունը պաշտպանի մինիմում 120,000 պետքա թոշակ ստանա որ կարողանա իր կոմունալները մուծի իր հացը չեմ ասում թե կարակ յուղով ապրելու ոչ որ կարողանա ինքը իրան պահի հասկանում եք Այդ 46, 56, 10-ել ընդից է գալու, 10-ել առևտուրից է գալու, դա նենց Հավայից ռուսներա ժողովուրդ ջան, հա մենք դա օգտագործում ենք, ասենք իշխանության ընտրության բան, ես մի բան ամեկս մեր համակիրների օգտագործում ենք, բայց իրականությունը դա չի, իրականությունը պետք է լինի իրականություն, որ մարդը կարողանա ինքը իրեն պահի մեկ մարդը որ ասում եմ մեկ մարդը դու ես քեզանից է կախված մեր երկրի հետագա ասենք քաղաքականությունը այդ մեկ մարդը դու ես այդ մեկ մարդը պետքա ինքը կարողանա ինքը իրեն պահի հույսը չդնելով իր երեխու վրա կամ բարեկամի վրա կամ այս մեկի վրա այն մեկի վրա ոչ պետությունը այդպես մտածելակերպ պետքա չունենա իմ երեխեն կարող է լավ աշխատի ինձ համար մի հատ լավ մեքենա էլ առնի դա կապ չունի պետության հետ հասկանում եք պետությունը ինքը պետքա կարողանա իր քաղաքացու կյանքը ապահովի այդ քաղաքացին է այդ պետությունը սարքել տվել նրան ասել տղա ջան դե դու կառավարի չի կարելի անտեսել երբեք Են որ ասում ենք Եվրոպաներում, բանում, ժողովուրդ ջան, 2-3 հազար եվրո թոշակ են ստանում, նրանք մտածում են իրանց քաղաքացիների մասին, կապ չունի, որ նա արդեն աշխատող չի, նա արդեն թոշակառու է, նայա այդ երգիրը սարքել, հանձնել են նոր սերունդին, ասել տղա ջան, այ իմ սարքած երգիրն ես, դու էլ կառավարի, դու էլ պետք է ավելի լավ կառավարես, ավելի լավ պահես նրան, հասկանում ենք, որ շատ ծանր վիճակ է, հետ պատերազմյան, սովետական միության փլուզման, ես մի բան, նոր պետություն ենք ստեղծում, մեզ զենք է պետք, մեզ ես մի բանն է պետք, մի բանն է պետք, բայց կարևորագույն բանը, կարևոր, դա մարդն է, եթե մարդը չեղավ,
պետությունը ումա պետք։ Հասկանում եք, եթե մարդը չեղավ այդ պետությունը ումա պետք ոչ մեկի։ Հասկանում եք, պետք է մեր պետությունը մարդուն պահի, մարդուն, ամառած չի հերթը։ Այդ նայեք, որ ընտրություններ ա լինում, ու մենք շահարկում թոշակառուներին, երեխաներին, մեկ է զինվորին։ Ինչ չենք ոստիկաններին, նախարարներին, այն մեծահարուստներին, չենք շահարկում նրանց։ Բոլորս սիրում ենք թոշակառուներին, գժվում ենք նրանց համար, սիրում ենք երեխաներին և մեր զինվորներին։ Չէ՞։ Բայց այն աշխատող մասսան, որ 20-ից մինչև 45 տարեկան է, նրանց մասին խոսող չկա։ Չկա, չէ՞։ Նրանք ոնց որ ընտրությանը սկի չեն էլ մասնակցելու, որ ընտրությանը մասնակցելու են զինվորները, մինչև 14, 15, 16 տարեկան երեխեքը, մեկ էլ 60-ից բարձր թոշակառուները։ Իբր երկրում մենակ դրանք են, ընտրությունների ժամանակ։ Ընտրություններից հետո ամենածանր վիճակում հայտնվում են թոշակառուները, երեխաները և զինվորները։ Կրկնում եմ, ոստիկանների մասին խոսող չկա, ասենք։ Դատավորների, բան, ինչ չեն նրանց ասում, գնացեք ընտրեք։ Ասող կա։ Ժողովուրդ ջան, հետո ամենակարևոր բանը, ես ուզում եմ իշխանություններին ասեմ, հարգելի իշխանություն ջան, ձեր աչքի առաջ, այս 8 տարի է, որ ասում ենք, որ կաշառք այլևս չի լինելու, կաշառք ոչ մեկը չի տալու, 2018 թվին ասինք այո, նման բան չի լինի, բայց տեսակ ոնց են տալի, էլ 5000, 10,000 չեն տալի, տենում եք, մեկ ոնց են տալի, 150,000, 200,000, կես միլիոն, մի միլիոն, այտենց կաշառքներ են տալի, որպեսզի գան իշխանության, ու իշխանությունը չի կարա այդքան մարդկանց բռնի, եթե 100,000-ներով այտենց մարդկանց այդ ձև գումարներ են տալի, իշխանությունը չի կարա ամբողջ Հայաստանին կալանավորի, հո չես կարա, մի հոգի, 100 հոգի, 200, 500 հոգի կալանավորես, 550,000 մարդ գումար ավերցնում, այդքան մարդիկ էլ տալիս են այդ գումարները, ձև են գտել չէ տալու, դրա համար պետք է էնեն ցանեք, տեսեք, եթե դու թոշակառուին սիրում ես, թոշակառուին լավ ես պահում, այն 1-ից 16 տարեկան երեխուն լավ ես պահում, իմացի կաց, նրանց երեխեքը այն որ աշխատող ուժն են 20-ից 45-50 տարեկանը, նրանք քեզ միշտ հարգելու են, քեզ միշտ ընտրելու են, որովհետև դու իր ծնողին լավ ես նայում, եթե նա աշխատող մարդ է ու իր ծնողին լավ չես նայում, նա քեզ չի ընտրելու։ Ես ինչ ասում եմ, սա ֆիլոսոֆիչեսկի բաներ է, պետք է դուք հասկանաք։ Եթե այս բանը, այս ինչ ասում եմ, իրականություն չդառավ, հաջորդ ընտրություններում, չեմ ասում 31 թվին, ցանկացած մարզում, ցանկացած տեղ, քաղաքապետի բանի, հատ իշխանություն կորցնելու եք, հատ կորցնելու եք, որովհետև արդեն կաշառքի ձևը գտել են, ոնց կաշառք տան, ժողովուրդն էլ աղքատա վերցնելու է, թոշակառուն աղքատա վերցնելու է, հարգելի իշխանություն ջան, վերցնելու է, դու ոչ մի բան չես կարա անես, մարդը աղքատա, մարդու թոշակը չի հերիքում, երկուշաբթի օրը թոշակը ստանում է, ուրբաթ օրը արդեն հատ վերջացած է,
Մարդու թոշակը չի հերցնում, նա վերցնելու է։ 20,000 էլ տան, 50,000 էլ տան, 100 էլ տան, ինչ էլ տան վերցնելու է, դու չես կարողանալու նրա առաջ առնես, հասկանում ես, բայց եթե մարդը այդ 2 կոպեկը ստանա, որ գիտենա իրան հերքում է, միջև նա քեզ սիրելու է, իշխանությանը սիրելու է, հարգելու է, նա չի վերցնելու, նա օրենքը չի խախտելու։ Հարգելի իշխանություն ջան, դու նախարարների, նախագահների, պատգամավորների համար լավ աշխատավարձեր ես անում, ասում ես, բա եթե չտան չեն աշխատի, հասկանում ես, բայց ասենք այդ թոշակառուների, այդ երեխանց համար, ասենք ինչ-որ բարձր բաներ չես անում, բայց ուզում ես, որ քեզ ընտրեն, որ դու նորից իշխանություն լինես, հասկանում ես, դու քո համար մտածում ես, քո ապագայի համար մտածում ես, այս մի բան, բայց այն աշխատող մասսան, կրկնում եմ, 20-ից մինչև 45 տարեկանը, աշխատող մասսան, այն որ նստած է 200-250,000 դրամի վրա ամսեկան, նրա մասին չես մտածում նրա վաղվա համար։ Հարգելի իշխանություն ջան, այ նենց արա, որ ուզում ես, ինչ ուզում ես արա, այդ պարգևավճարներից պետքա հրաժարվեք, ամեն ինչից պետքա հրաժարվեք, շատ բաներից պետքա հրաժարվեք, բայց դուք պետքա թոշակառուին, ձեր ծնողներին, նենց անեք, որ ամեն մարդ ինքը կարողանա, ինքը իրագույությունը պաշտպանի, ինքը դուք իրավունք չունեք, ասեք, ձեր երեխեքը թող ձեզ օգնեն, չկա նման բան գոյություն չունի, այդ բանը հանեք ձեր մտքներից, նման կերպ, եթե հիմա շարժվեցիք, հերթով ասում եմ ես, այսօր ձեզ զգուշացնում եմ, հերթով մարզերում, քաղաքներում, ամեն տեղ իշխանությունը կորցնելու եք, ձեր իշխանությունը կորցնելու եք, մարդիկ ընտրելու են մենես մարդու, որ նայել չի մարդ, բայց ձեզ չի տալու, ձեզ չի ընտրելու, ասում եմ, գնալու են, փող են վերցնելու, ամեն ինչ անելու են, բայց ձեզ չեն ասելու, հա հոգ քաղցր, գեղեցիկ խոսքերի համար չեմ քեզ ընտրելու, ես ապրել եմ ուզում, մարդը տենց մտածելակերպ ունի, մարդը ուզում է ապրի, վերջ, տենց էլ անելու է, մտածեք այս մասին, հարգելի իշխանություն ջան, թող ձեր բոլոր տնտեսագետները նստեն հաշվարկեն, թե իրականում Հայաստանում թոշակառուն ինչքան դրամով կարա ապրի, ռեալ, ես ասում եմ, ես 20 օր եկել եմ, մնացել եմ Հայաստան, հարյուրավոր մարդկանց հետ եմ խոսել, Հայաստանում թոշակը մեկ մարդուն, ձմեռը հերքում է 1 օր, ամառը հերքում է 4-5 օր, վերջ, ձև չկա, ուրիշ ձև չկա, են սրեդնի կլասը միջին խավը, որ ասում են, օրվա մեջ, միջին խավը, օրվա մեջ մեկ մարդը ծախսում է, 50-ից, կարելի ասած, հարուստներին էլ հետը բերեմ, 50-ից 500,000 դրամ, մեկ օրում, այդքան ծախսում է, ամեն տեսակ անիմաստ բաների, ուտել խմելու, քեֆերի, ավտոների վրա, ես իմ 1000 տեսակ բաներ, նենց, այ պարզ ասում եմ,
Իսկ թոշակառուն ուզում եք ասենք 50,000 դրամով մեկ ամիս յոլա գնա։ Հնարավոր բան չի։ Եթե այս մասին չմտածեցիք, ժողովուրդ ջան, մեկա, այսօր չլինի վաղը լինի։ Այն որ մեզ Ռուսաստանը այս մեկը, այն մեկը օգտագործում են, դա պատահական չի, դա այդտենց մինուսներ կա, դրա համար են օգտագործում։ Դրա համար էլ օգտագործում են։ Այդտենց մինուսներ կա մեր երկրում։ Հասկանում եք։ Ժողովրդի մեջ մաս կա, որ իշխանությունը, ասենք, դրանց անտեսում է, այսինքն օտար երկրներն էլ օգտագործում են։ Այդ ինչի օտար երկրները եվրոպական մասսաներին բանին չեն կարողանում օգտագործեն։ Խոսքի ասենք Ռուսաստանը, ինչի ասենք եվրոպական ժողովուրդներին բանին չի կարող օգտագործի իր շահերի համար։ Հա? Կարա ասեք։ Չասեք, հա, այս Ռուսաստանի բանի տակա, եսի ինչի տակա, այդ բաները դա հորինած բաներ է։ Ամեն ինչը կախված է ժողովրդի ապրելակերպի հետ։ Այսօր Ռուսաստանում ինչքան թոշակ է, թեկուզ արդեն Ռուսաստանում, ասենք, թոշակները $250-300 հասնում, այդ ասենք ցածր ստանողների համար, արդեն 25-30 հազար թոշակ են ստանում համարյա բոլորը։ Բայց Հայաստանում հələ $100 է։ Հասկանում եք։ Այդ ուղեցրի մեջ ենք։ Դրա համար էլ ժողովրդին օգտագործում է Ռուսաստանը, կարողանում է, որովհետև մենք հլա ժողովրդին չենք պահում։ Չենք պահում։ Հլա դու Հայաստանում ժողովրդին պահի, դու հլա տենամ ինչ-որ մի տեղից, Ղրաղից, Ռուսաստանից կամ ուրիշ տեղից, կարանես ժողովրդին օգտագործեն իշխանության դեմ, չեն կարա։ Իշխանությունը, եթե ժողովրդին այսենց տարբերություն է 46,000 հասարակ մարդու թոշակն է, նախագահի թոշակը 1,140,000։ Իհարկե այդ ժողովուրդը կծախվի եւ այլ երկրի իշխանություններին եւ այլ երկրի այսենց բիզնեսմեններին, որ այլ երկրից միլիարդատեր են գալի ուզում են իշխանություն զավթեն, բանանեն, ու կզավթեն, ինչի՞ չէ որ, որովհետեւ մարդը աղքատ է։ Մարդը աղքատ է, վեկալելու է գնա ընտրի։ Դու ինչքան ուզում ես օրենքներ ընդունի, որ ով վեկալի կդատեմ, սենց կանեմ, մնենց կամ։ Դե վեկալ ասա ամբողջ Հայաստանի դատի։ Տես չի փրկի։ Չի փրկի։ Ժողովուրդը կընտրեն նրանք էլ իրանց իշխանությունը, իրանց ոստիկանությունը կստեղծեն, ձեզ կբռնեն կդատեն։ Չէ կարե ժողովրդի համար ոչ մի բան։ Ասելու են դուք էլ եք գողացել։ Եթե ժողովրդին չեք տվել, ուրեմն գողացել եք։ Սենց բաներ, ժողովուրդ ջան։ Ես սա ասում եմ, որ մեր իշխանությունները հասկանան, որ ժողովուրդը մեղի գլուխներ չեն, լրիվ ամեն ինչն էլ հասկանում են։ Խոսքի Քոչարյանը գորգորում է, ասում է, մեր ժամանակ 6 անգամ թոշակները ավելացել է։ Հա, ավելացել է, սաղս էլ հիշում ենք։ Վալյուտայի կուրսով բարձրանում էր էլի նույն $80, $100։ Հիմա էլ վալյուտայի կուրսով բարձրացել է, այն վաղ ռուսական փողը 1000 դրամին տալիս էին 15,000 դրամ, հիմա տալիս են 4,000 դրամ։ Այդ տենց է բարձրանում։ Այն վաղ $100-ին տալիս էին 15,000 դրամ, То есть, ինչ եմ ասում, $100-ին ինչ էին տալի, հիմա 36,000 դրամ են, չէ տալի, են վաղ տալիս էին 100-120,000 դրամ, հիմա տալիս են 36,000 դրամ, բերեք ճիշտ ասենք, ինչ ենք բարձրացրել թոշակը, ոչ մի բան, նույն հաշիվն է, այսենց վալյուտայի բանով, իբր բարձրանում է, բայց ոչ մի բան չի բարձրանում, նույն կարգավիճակի մեջ է, վերջ, այսպես բաներ,
ջան, դուք գրում եք, ես հազիվ հասցնում եմ 1-2-ի կարդամ, ես հասկանում եմ, մեկի թոշակը, ասենք, $100, մեկինը $150, դե ինչ որ մեկը $200, $250, խոսքը ստե չի գնում դրա մասին, դե մեկին, հանա են նախարարներին էլ $2000, հա, ինչ անենք։ Ախր 650,000 թոշակառու ունենք 650,000-ից 400,000 թոշակառու ստանում է այսօրվա դրությամբ ասենք 46,000 դրամ մինիմալ կա հասկանում եք այդ մարդը այդ 46,000 դրամը կրկնում եմ հերիքում է ձմեռը մեկ օր ստանում է չի էլ հերիքում մի 30,000-ի գազա տպում մի 5-6,000-ի լուսա տպում ջուրա տպում տանում այդ թոշակը մուծում գսաղամիս ապրի գազ չմուծի գալիս են կտրում են գազը չի օգտագործում սարճում է մեռնում է այդ 35,000-ը չի էլ հերիքում դեղարնի բուժվի ժողովուրդ ջան լրիվ հաշվար կա լրիվ ասա հաշվար կա գազ չմուծեցիր մրսելու մրսում է հիվանդանում գնում դեղ առնում այդ նույն փողին սա լրիվ հաշվար կա որ բանում ես ժողովուրդ ջան ես էլ եմ ասում պետությունը պետք է հաշվարկի մեկ մարդուն հասկանում եմ որ պետությանը հիմա ավելի կարևոր բաներ է պետք պետության անվտանգության համար բայց պետության համար մեկ են ամեն ինչը դա մարդն է եթե այդ մարդը չեղավ այդ պետությունը ումա պետք հասկանում եք մարդուն պետք է պահեն կապ չունի թե ծեր հասակի է, եմի բանա, կամ երիտասարդ հասակի է, մեկ մարդը պետք է ապրելու իրավունք ունենա, ու կարողանա ապրի, պետությունը կրկնում եմ, հույսը չպետք է դնի նրա երեխանց վրեն, այս պետությունը մի ամբողջ ծերանոց չի կարելի դարձնել, հասկանում եք, պետությունը ծերանոց չի կարելի հասցնել դա մի ամբողջ ծերանոցի, որ ինչ-որ մարդկանց բանով պետք է պաշտպանել, այդ մարդկանց կյանքը ապահովել, հասկանում եք, տենց չի, պետությունը պետք է մտածի ամեն մի մարդու համար, այդ մեկ մարդը դու ես, այդ լոզունգը դա նես պատահական լոզունգ չէր, որ անում էին, չէ, ու այդ մեկ մարդը դու ես, այո, այդ մեկ մարդը ես եմ, իմ ընտրությունից է կախված ով կլինի իշխանություն, ես իշխանությանն էլ ընտրում եմ իմ համար, որ իմ կյանքը ապահովի, ովոնց, այդ իշխանության երեխեքն էլ մեծանալու են, այս մարդիկ թոշակառու են, մեկ էլ նրանց երեխեքն են կառավարելու, եւ այտենց մեր երեխեքը մեզանից հետո նրանք են կառավարելու, մեր երեխեքից հետո մեր երեխեքի երեխեքն են կառավարելու, դրա համար ամեն մեկ մարդու համար պետք է մտածել միշտ, եւ վերջ, ժողովուրդ ջան, ինչ ասեմ, սա իմ Հայաստան եկած ժամանակ, ես ասում եմ, շատ մարդկանց եմ հանդիպել, ես ընդհանրապես աշխատել եմ, հանդիպեմ շատ այսպես մեր, ասենք, թոշակառուների բանի հետ, էլի, դա ինձ հետաքրքրում է, ես գիտեմ, ասենք, երիտասարդը ինչ-որ ձևով, ինչ-որ տեղից բան, օրվա մեջ, ստեից ընդեից գրդոնանելով, բանով, մի բան փախցնում է, իր ընտանիքը լավ վատ պահում է, բայց թոշակառուն դա չի կարում անի, դրա համար էլ թոշակառու է, դրա համար պետություն գոյություն ունի, որ ես մարդիկ ես երգիրը սարքել են հանձնել իրանց, այդ երգիրն էլ, այդ իշխանությունն էլ պետք է մտածի այդ թոշակառուների մասին, դրանց կյանքը գոնե մինիմալ ապահովի, մինիմալ,
Ես սա չեմ ասում, կրկնում եմ մի անգամ էլ, չեմ ասում, որ 46,000 թոշակը բերեք սարքեք 56,000, ոչ, ես սա չեմ ասում, թող մեր Հայաստանի բոլոր տնտեսագետները, մեր սիրված իշխանությունը, մեր ընտրած իշխանությունը նստեն հաշվարկեն մեկ մարդուն ռեալ, ինչքան է պետք, որ այդ մեկ մարդը ապրի, այդքան էլ սարքեն մինիմալ թոշակը։ Ենումը 200,000 է, թող նրանը մնա 200,000, ենումը 35,000 է, որպեսզի այդ 35,000-ն էլ կարողանա ապրի իր գոյությունը գոնե ինքը կարողանա պաշտպանել։ Եթե հաշվեն, որ 100-120,000 թոշակա պետք է այդ մարդուն թոշակավորեն այդքան, ստե չեմ ասում են, ումը ասենք բարձր է, նրանն էլ բարձրացեն, ոչ, ումը ցածր է, որ այդ գնով չի կարա ապրի, նրանը պետք է բարձրացվի։ Այսքան բան ժողովուրդ ջան, ինչ ասեմ, լավ եղեք, ես սա չեմ ասում, որ ինձ սիրեք, ասեք, այս մարդը ինչ ճիշտ բաներ ասում, ես սա ասում եմ, որ մեր երկիրը, մեր ազգը պահպանվի, հասկանում եք, որ մեր ազգը չդավաճանվի, սա դավաճանության հարց է նույնիսկ, դավաճանության հարց է, այն մարդը, որ փող է վերունում գնում ընտրության, նա իր լավ որից չի վերցնում, նա դավաճանում է երկրին, որովհետև նա ուզում է ապրի, վերցնում է գնում ընտրության, նա այսօր ուզում է ապրի, նա չի մտածում վաղվա օրվա համար, նա հենց այսօր ուզում է ապրի, չի ուզում մեռնի, այսքան բան ժողովուրդ ջան, իշխանությունը պետք է այսքան բանը գիտակցի, այն կրկնում եմ, այն ցածր, որը շատ ցածր է, որ մարդը չի կարողանում ապրի, վերանայի այդ ամեն ինչը, թող կրկնում եմ, մեր երկրի բոլոր տնտեսագետները նստեն հաշվարկեն, կրկնում եմ, ով 200,000 է ստանում, նա կարողանում է ապրի, ասենք 300-400 դոլար է ստանում, չեմ ասում նրանցը բարձրացնի, ըստ ես հավասարության նշան դնելու համար չեմ ասում սա, որ եթե թոշակը բարձրացում է, պետք է բոլորին, ոչ, ես ասում եմ մինիմալը, որ մարդը կարողանա ապրի, դա պետք է բարձրացվի այնքան, որ այդ մարդը կարողանա ապրի, մեկ ամիսը կարողանա ձգի, պետությունը իրավունք չունի, հույսը դնի, որ նրա երեխեքը իրան պարտավոր են պահեն, կրկնում եմ, 50% թոշակառունները իրանց 46,000-ով նույնիսկ փորձ են անում իրանց երեխան չօգնեն, հասկացեք, տենց է ժողովուրդ ջան, որի ընտանիքն էլ մտնեմ նույն զրույցն են անում, բոլորը, հարգելի իշխանություն ջան, հարգելի մեր վարչապետ Նիկոլ Փաշինյան ջան, սա ես չեմ ասում, որ մարդիկ ձեր դեմ ասենք ինչ, ոչ, սա ես ասում եմ, որ դուք հասկանաք, որ մարդիկ բոլորն էլ այսենց հատիկատիկ, ես ինչ ասում եմ, մարդիկ բոլորն էլ հասկանում են, բոլորն էլ գիտեն, արեք նվազագույնը մարդու համար, որ մարդը կարողանա իր գոյությունը պաշտպանի, մեկ մարդը, լավ եղեք ժողովուրդ ջան, բոլորիդ լավ, ամեն ինչ լավ է լինելու, ես ես ինչ ասում եմ, խոսքս հիշեք, մեր իշխանությունը հենց սենց էլ անելու է, մեր իշխանությունը լավն է, մեր իշխանությունը հասկացող է, մանավանդ Նիկոլ Փաշինյանը շատ հասկացող մարդ է, սենց էլ անելու է, հակառակ դեպքում ուրիշ ձև գոյություն չունի, ժողովուրդ ջան, ասեմ, լավ մնացեք, բոլորիդ լավ օր